Բարև ձեզ։ Ես եկա այն եզրակացության, որ ճիշտ է երևի տավտալոգիան ամեն օր կրկնելն է, ոնց որ հայ բանն քաղաքագետներն են զբաղվում դրանով ամեն օր, մեր ժողովրդին հիմարացնելով, երևի ես էլ ռեպորտաժ տամ ամեն օր իմ կարծիքը հայտնեմ, թե ինչ է կատարվում Հայաստանում, Հայաստանի շուրջ մարդիկ ինչն են ոնց անում, այդ ավելի ճիշտ կլինի, կփորձեմ ինչ-որ ձևով պայքարել այդ ընթացող հիմարությունների դեմ, միգուցե սխալ եմ, ճիշտ եմ, չգիտեմ։ Այսօրվա խոսակցությունն այս գրառումա շուրջն է, իմ Ֆեյսյան ընկերուհին ա բերել, «Те, у кого во рту сыр, стараются не каркать». Սա հայկական իրականության բանաձևն է իմ կարծիքով։ Ամեն մեկը իր մի կտոր հացի համար լռում է, ոչ միայն լռում է մատեմատին չի տալիս, գործ չի անում, եւ կործանվում է։ Օգտվելով դրանից խոսողներ են դարձել ազգի տականքը, այսպես ասած, դեպուտատկայա։ Նիկոլ Փաշինյանն ատում է բոլոր այն մարդկանց, որոնք հաջողակ են, Աննա Գրիգորյանը։ Ասացի իմաստը որն է։ Դու քաղաքական գործիչ ես։ Դու պարլամենտ ես գրավել։ Դու փող ես ստանում մարդկանց հաշվին։ Ռեպորտաժ ես անում, թե Նիկոլն ինչ վատնա, հա վատնա։ Քո գործը դա չպետք է արել, քո գործը պետք է արել գործ առաջարկելը։ Հիմա հաջորդ մի քանի սլայդերով նորից sense բաներ ցույց կտամ ես։ Կանցնեմ թե ցույց կտամ թե ինչով է զբաղված ազգի կործանման պահին, ինչով է զբաղված հայկական վերջովշկեն։ Ապօրինի ձեռքբակալություններ եւ խուլարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցներում։ Այս ոստիկանությունն նա Նիկոլի փողերով գնում է մարդկանց բանդարկում է, Նիկոլի ասածն անում։ Կեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում սկսվել է իրավապահների տերոր, որ հիշեցնում է 15 թվականի ապրիլի 24-ի նախորեն հայտարարություն։ Բաբա ՀՅԴ կառույց է, կուսակցություն է 100 տարեկան։ Այդ 100 տարվա մեջ ես չգիտեմ արդեն քան դա հաստատ 120։ Այդքան տարվա ընթացքում մեր ձեր կուսակցության մեջ մեկը չեղավ որ ասի Ժորժ ջան, մենք զբաղված ենք ֆակտերը կաստատացիա անելով։ Բայց մենք չիմանանք ոնց գործենք։ Մի հատ Նիկոլ եկավ իշխանությունը վերցրեց ընդամենը Լենինականից Երևան քայլելով։ Եկավ ասել ձնագնդին մեծացավ, դառավ իշխանություն, որը հիմա Հայաստանը կործանել, կերել, պրծել է։ Բա մենք կուսակցություն ենք, բա մենք էլ մի հատ է ջին շարփին պես մշակենք մեթոդաբանություն, թե հայի ուղեղին ինչն է հասնում, ըստ հայի ուղեղի գործենք։ Բայց դուք զբաղված եք եղել հայի ուղեղ ուտելով, այսպես ռեպորտաժներ տալով։ Ու ոստիկաններն էլ հետևից նկարելով, դիմացից է չեք նկարում։ Ոստիկանն էլ այս ագրավի սկզբունքով գնացել է հայրահացն ուտում, պանիրն ուտում, իր կյանքն ապահովում, յոլա է գնում։ Հայկական իրականության մեջ յոլա գնացողներն ամեն մեկը մի յոլա է գնում։ Պարլամենտու տականուհին յոլա է գնում Նիկոլից բամբասելով, միլիցեն Նիկոլի հրամանով մարդ բռնելով։ Բոլորը յոլայի մեջ եք կողմեն են նայում։ Կեսօրից հետո Երևանում ձեռնարկություններ բանման գրել եմ հատուկ էստակի երկու բառը կարդալու համար 5 իրավապաշտպաններ։ Լսեք այդ հայտարարություն նոթի մեջ որ կրակում եք։ Իմաստը որն է։ Ժողովուրդը չգիտի, որ Նիկոլը թուրքա եկել է հայ աուտում։ Ասեք թե ասեցիր, ում ասեցիր, որ եթե տակը գրեիր 5 իրավապաշտպաններս կոչ են կանում հայ ժողովրդին դուրս գալ զինված պայքարի ու ձեր բարեկամ միլիցու դեմ որը բռնել է, ես կհասկանայի։ Բայց եթե դուք այս պասիվ բանն եք հայտարարում, ուզում եք ասեք, որ դուք իրավապաշտպան եք, դուք իրավապաշտպան չեք, անուններդ էլ գրած չի, զինվի եք արա դուք։ Գրառումը հայ ժողովրդի աշխարհում առաքելություն ունի եւ այդ առաքելությունը կարողանա իրականացնել միայն երբ կազատվի բրախիստներից սկսի հոգ տանել մեկը մյուսի հանդեպ եւ հետո նոր կկարողանա աշխարհին օգնել։ Նյարդային ամրությամբ ու համբերատար պայքարով դա լինելու է։ Ժորժ ջան, եզրակացություն թողնում եմ ձեզ, էս ի՞նչ է կատարվում։
հաջորդ ռեպորտաժ թուրքական առաջին ապտակը արդեն տրված է, Ալիևին դիմավորում է անձամբ Էրդողանը, Փաշինյանին ընդամենը արտգոց փոխնախարարը։ Հայ դուք ես լուրջ ագրած, գիտեք, հələ տեսեք 70 հոգի բան են արել, լայքել են 14 հատ կիսել են։ Ուրեմն դուք սպասում եք, որ Նիկոլին պետք է Էրդողանը դիմավորի կամ հիմա Նիկոլ Էրդողան հանդիպման կարիքը կա։ Թուրքա գնացել է հորովաց չտալու։ Դու փոխանակ գրես թե ինչ սան ոնց է պետք դիմադրել, դու ռեպորտաժ ես նորից անում։ Ռեպորտաժների քանակն անվերջ է, վերջ չկա։ Ասպրամ Կրպեյան, ես էլ դեպուտատ, հոր անվամբ տարավ դեպուտատ, հիմա էլ ռեպորտաժ անում։ Սրբազան պայքարի ձերբակալված կողմնակիցներ են։ Տեսեք, չհասկացանք, այս սրբազան պայքարը մեր կողքով անցավ խաբար չեղանք։ Նա ասեիք, այդ սրբազան պայքարը ոնց է կանելու, որ սրբազան պայքար չեղած արդեն ձերբակալվածներ ունեք ու սրանք սրբած փողներն է։ Նշենք, որ սա ձերբակալվածների ամբողջական ցուցակը չէ, քանի որ մի շարք քաղաքացիների գտնվելու վայրը, որոնց ձերբակալվել են ոստիկանների կողմից, դեռևս անհայտ է։ Ասենք, թե հայտնի դառավ գրեցիկ ցուցակի մեջ ավելացրեք, հետո ինչ։ Ընթացքում ցուցակը կթարմացվի յուրաքանչյուր նոր տեղեկատվության հետ։ Լսեք, ծրի թատրոնն է հայկական մաս մեդիան։ Լսեք, կայֆոտեք, բաներ, ես ցավացնում ես բռնվածներին, բայց դրանք էլ են մեղավոր լսի։ Սրբազան պայքարի եք դուք չգիտեք ում դեմ եք պայքարի դուք եք ձեր պայքարը միջև միլիցուց բանդարգվելն էր։ Սա հայտարարություն է այն ինչ որ դու նայում եք թե ինչա կատարվում Իրանում, Իսրայելում, մարդիկ են մասնակցում իրենց ապագայի կերտման մեջ, դուք մի Նիկոլով կործանվեցիք, մի Նիկոլով, որը բիջը ընդամենը սովորել էր, թե ոնց իշխանությունը վերցնի դմպով, ծնագնդի սարքելով ու Սերժի ֆոնին, իհարկե Սերժը չլներ Նիկոլ իշխանությունը վերցնողը չէր, Սերժի կատաստրոֆան հանգեցրեց Նիկոլին, որ մարդիկ ասին հարա, պրծանենք Սերժից, ռոբից, մոբից, բայց հիմա չի հասունանում պրոցեսը, որ Պրծնեք այս ռեպորտաժ անողներից, եպեք սրանցից դուր ձեր քաշելու լսեք։ Ինգերոջս գրառումներից է կարևոր, մեր պետությունը կառուցվել է անցրագիր, սխալ հիմքերի վրա եւ գոյատևում է իներցիայով։ Պարզապես հրաշք է, որ այն դեռ գոյատևում է։ Դենք քաղաքական գործիչ չի շատ ճիշտ բնութագրում է, հաջորդ գրառումը, որպեսզի Հայաստանը լինի, Նիկոլը չպիտի վարչապետ լինի, կամ ուրիշ տարբերակ չկա։ Սրանից եթե նույնիսկ քաղաքական գործիչները չեն հասկանում, կողքից հուշումներից պետք է հասկանան, լսեք, գործը խոսալը չի, գործը ինչ որ մի բան անելն է։ Միջով շարժվելն է։ Ստեղ կլիպեր էի դրել, այդ հիմնական կլիպը կորցրել եմ, դրա համար մի տեսակ չհասցրեցի էլ գտնեմ։ Այս հիմնական այդ կլիպի մասն է, այն կլիպը, որ ես ուզում եի ցույց տալ, հայ բոլոր երևելիները խոսել են այս տիպի։ Ու հետագայում ֆոնը կա, թե այդ կադրերը կան, հետևում ովքեր են կանգնած։ Բոլոր հայոց տեսադաշտի երևելիները կան կանգնած։ Ժամանակը շերիքեց, որ ես կարողանամ գտնեմ այս կլիպը, շատ հետաքրքիր։ Մի 10 հոգի խոսեցին, ֆոնին էլ բոլոր դեպուտատկեկն ու դեպուտանկեկը կանգնած, sense մտահոգ դեմքերով։ Մտահոգ կմեռնեք ընդամենը, տարբերությունը դրանն է։ Ինչ ասեմ։ Շատ ֆանտաստիկ վիճակ է, ֆանտաստիկ։ Ու չգիտես ոնց է հնարավոր այս ամեն ինչի դեմն առնել։ Իրականությունն ես ասում, տեղ չի հասնում։ Մի ընկերիկ կանայք են ֆեյսում շատ ճիշտ գրում, Գայանե Հովանեսյան լավ բաներ է գրում։ Վաղուց չեմ լսում ձեր ես հպարտ եմ, որ հայ եմ հողորտանքը։ Այդպես էլ չերևացին հող հանձնողին հողին հանձնող կտրիչները, ծպտունները չի լսում, Պուշկինի հայտնի տողերն էլ ժխտող չկա։ Հույս չպահեք, որ սիրով պառկելու եք խաղաղասեր թուրքի հետ։ Ձերդ երազանքը փորներում տեմենալու, դուք թրքի հետ չեք պարկելու, թրքի տակ եք պարկելու, որպես փալաս, որպես անպետք պոլիշուր։ Խոսքս հատկապես ձեզ է վերաբերում ազգի հերոս Ռոբուս Սերժ տվայրներ, ուսաբիրավոր տրապկեք, ակադեմիայի շենքում պահկված ոչլոտ գիտնականներ, միշտ ժողովրդի հետևից քարշ եկող մտավորականներ եւ մի աման ապուրի համար թրքի վիժվածքին լեգիտիմացնող հայրենիք ծախող անհայրենիք դեպուտանկեք։
ժողին ասելիք չունեմ, որովհետև երկրում ժողովուրդ չկա, քայլող ստամոքսը եւ քայլող դրամապանակ։ Ուզում եմ ձեր փոխարեն գետին մտնել, որ չտեսնեմ ձեր վախկոտ աննամուս դեպքերը։ Ֆանտաստիկա։ Ես էլ այդ ահիշոր միտեղ հանդիպեցի բերեցի ես։ Նիկոլի խոսքերն են։ Ես Հայաստանի լիարժեք եւ ամբողջական վարչապետ եմ։ Սա տեղի է ունեցել նահատակների եւ հայ ժողովրդի շնորհիվ, Փաշինյան։ Մի ուրիշ գրառում էլ կա, 22 թվականի հոկտեմբերի 6-ին ավարտել եմ իմ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան։ Սրանց հետո այս լակոտը պետք է սատկացել ներ, վաղոցման մեռել 22 թվականի, նո ինքը մայիսի 9-ին պետք է սատկացված ներ, հաջորդ օրը, 100 օրվանում պետք է սատկացել, բայց ինքը հոխորտում է, լավ է անում։ Կարմա հոխորտում է, հալալա։ Այս Սամվել Կարապետյանի տղու գրածն է, ուզում եմ անդրադառնամ, չնայած որդին հոր համար պատասխանատու չի, այդ մարդը ինձ չի հետաքրում, Սամվել Կարապետյանի որդին Փաշինյանի մասին։ Դու խոսքն լսեցի, դե հարուստի տղա է, տենց մեծացել է, էլի տենց անհոգ մեծացել է, քաղաքականապես կրթված չի։ Եղբորն էլ ինչ կարամ ասեմ, մեծ խոսում է, բայց Սամվել Կարապետյանն անելիք ունի։ Սամվել Կարապետյանի աչքի առաջ Ռուբեն Վարդանյանին Նիկոլի Պասով Ալիևը բանտարկեց։ Հայոց միլիարդատերը ամենահայտնի ջհուդների երբեսա գնաց Ալիևի սենց մատով ու Նիկոլի Պասով գնաց ադրբեջանական բանդումը։ Այսքանից հետո ինքը պետք է հասկանար, որ այս խոսելով չի, այս պայքարը բան է, լուրջ է։ Կարող է ես էլ նստեմ, որովհետև Ռոբան նստել, Սերժնատնը որպես տրապկա խաղացել, հայկական ամբողջ իրականություն Նիկոլն իր տակ կռացրել է, կզացրել է։ Ես բարադի պետք է չլնեմ, ես պետք է ինձ լուրջ լնեմ։ Նու որդուն չի հասցրել դաստիարակի, բայց գոնե մի հատ պետք է կարողանար կուտակած լներ իր կողքը մարդիկ, որոնց ասեր լսեք, դες հիմա ամսական փողը տալիս եմ ինչքան որ պետք է։ Հանգարցի մազին մեկը կպավ, այդ կպնողին սատկացնելու եք դուք։ Որովհետև իշխանությունը երկու մաս ունի, երկու տեսք ունի, փողատերերի իշխանություն եւ բանի իշխանություն, պետական իշխանավորի իշխանություն։ Այս նախորդ քննարկման մեջ ռուսերեն սա ներկայացրել է։ Միլիարդատերը իշխանությունն է։ Ինքը կերակրում է բազմաթիվ մարդկանց, որոնք իր թիմը պետք է անեն։ Այդ էլեկտրոցանցերի աշխատակիցներին է Նիկոլն արդեն սկսել հետապնդել ու այդ աշխատակիցները որպես թիմ գոյություն չունեն։ Իրանք որպես օրվա մի կտոր հաց ուտողներ են։ Յոլլա գնացողներ։ Նիկոլը իշխանությամբ է մարդկանց կոնսոլիդացրել ու ստրկացնում իր միլիցով, իր թիկնապահներով, իրենց ախված ճիվաղներով։ Փողատերն էլ պետք է փողով կարողանար գոնե իրեն պաշտպանել։ Գոնե իրեն։ Այն որ ինքը բանտարկվելուց մի օր առաջ ես ասացի, եթե բանտարկվեց ամոթ իրեն գետինը մտնի։ Նույնը ես կրկնում եմ։ Ինքը պետք է հասկանար, որ բանտարկվելու է ու չբանտարկվեր։ Այաթոլլային ուզում են փարսիկները խփեն, այաթոլլան պահկվում է, հələ որ կարողանում իրանցիք կարողանում են պաշտպանել, ինքն էլ կարողանում է իրան պաշտպանել։ Բա ամբողջ Հայաստանը հավի պես գնաց կզեց Նիկոլի տակ։ Մի Նիկոլ ակլոր խաղաց, գել խաղաց, բորենի խաղաց, ամբողջ հայերի գլխի, բոլոր հայերի գլխի։ Ու ոչ մեկը չկարողացավ ասի, որ լսեք, այս խաղը լուրջ խաղ է, տղամարդկային խաղ է, այս խաղին պետք է մենք մասնակցենք կամ կործանվում ենք։ 21 թվականի հունիսին 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար։ 25 թվականի 9 օրը հունիսի 18-ին Հայաստանում կալանավորեց Սամվել Կարապետյանը։ Սիմվոլիկա էլ կա այս ամեն ինչի մեջ։ Սամվել Կարապետյան ջան, երկու ամսով կալանավորվել ես, բայց ես հաշիվ չէի տալիս, որ դու բացի այտենց բարի դեմքով փող սարքողից պարտավոր ես նաև որպես տղամարդ հանդես գալու։ Որովհետև այս թուրքերը Թուրան են սարքում։ Սրա դեմ խոսացող ցանկացած իրաց թշնամին է։ Նիկոլն իրանց մարդն է։ Եթե Ալիևը քեզ արդեն հետախուզում էր տվել, Նիկոլն էլ էր տվել, ու մի օր բանտարկելու էր։ Էլեկտրոցանցերն էլ վերցնելու է քու ձեռից։ Հայաստանը սարքելու է ճորտանոց, որովհետև եթե էլեկտրականությունն անցավ Թուրքին, իսկ Նիկոլը թուրք է։ Հաշվեք Հայաստանը արդեն ոչ միայն ֆորմալ, այլ բոլոր առումներով իրապես վերացած է։
Այդ հոսանքի պայմանում դուք չեք ապրի։ Ես հասկանում եմ, արդեն չապրելու ռեժիմին են սովորել հայերը։ Յոլայի ռեժիմը դե լավ, հիմա կմորթվենք հարցնադրված։ Այսինքն պետք է արթնանալ մարդկանց մեջ արժանապատվությունը դիմադրելու։ Չի արթնանում։ Ինչ ուզում ես արա, մեռածա։ Այս ծևի են մարդիկ։ Այս ծևի, քարի պես։ Ֆանտաստիկ նկար է, քարի վրա են այս մարդիկ սարքած, քարի արձաններ են։ Որ սրանք բոլորն արդեն մեռելներ են, որովհետև լռած են եղել։ Չեն պայքարել, ոչ մեկը իր վերևի մի աշան վերև չի պայքարել։ Դրա համար էլ կործանվում եք, ոնց ասվի, որ պայքարի որևէ մի ձևի գնաք։ Ես վերադառնամ Գայանե Հովհաննիսյանի ասածին, ասում է, ես չգիտեմ արդեն, ես եմ գժվում, թե թռչնաբուծական ֆերմայում եմ։ Հավաբուծական ու ջայլամաբուծական ֆերմայում ես, հարգելի Գայանե։ Այս ջայլամի պես երկու ֆունկցիա ունեն, մորթվել, մեկ էլ գլուխները ավազի մեջ կողքել։ Հայաստանը բոլորը նույն փարախում միաժամանակ ապրող եւ գայլ են, եւ ոչխար, ինչպես նաեւ հավ ու ջայլամ էլ կարամ ավելացնել։ Բանաձևը մարդու ապրելու բանաձևը չի մտնում հայկական իրականություն 17 դար քրիստոնեություն ընդունելուց հետո կզածման եք գալի ու ձեզ ոչխարության, ջահավության, ջայլամության հասցնող քրիստոնեությունը մինչև ու դրանց տերը ձեր սուրբն է հենա սրբադասվածներ են արդեն հայտված բանտում հայտնված Գիրքել գրեցինք, ներկայացրեցինք, որ քաղաքականության մեջ են ապրում մարդկությունը քաղաքականության մեջ ապրում, որովհետև մարդը ինտրիգային է, կոնֆլիկտային է, պայքարող է, դիմադրող է, սպանող է։ Այս սպանողի դեմ պետք է կարողանայիք այս մասսայից վերածվել հասկացողի, չի կատարվում, այդ անցումը չի կատարվում։ Այս չեք հասկանում, կոնսպիրացիա գոյություն ունի։ Միայն այս սխեմայի մեջ եք։ Դիմացինի մի կեսաշյան վերև կանգնողի կոշիկը լիզելու ու յոլլան ապահովելու։ Գերոշս Ֆեսյան գերոշ գրառումն է։ Հայի վերջին խելքը բերում են նրա վերջը։ Հերիք չի, լսեք, հերիք չի։ Եթե դուք ընդունում եք, որ դուք խեղճ եք, եք, գենոցիդվելու պատրաստ եք, գոնե այս ձեզ էշրացնողներին, այս ձեզ ռեպորտաժ անողներին, սրանց թքեք վրաները, մի թողեք, տենալուց մի թողեք, որ սա խոս է, թղթակիցներ մի վերցրեք սրանցից որևէ խոսք, ամոթա չէ, արժանապատվությամբ գոնե կարելի է զոհվել, մահանալ, էդ էլ չեք ուզում անել։ Ես ես մտածում եի կհասցնեմ սրա մասին խոսեմ, թե ինչ է իշխանությունը, փողի դոմինացիայով, ասեցի մոտավորապես։ Դուք այս ներքևի մակարդակից կենսաբանական մակարդակից վերև չեք պատկերացնում իշխանության պիրամիդան։ Փողատերերն են, ֆիրմաներն են, միլիցեքն են, նպատակ ունեցողներն են, ֆանատներն են, որ ամեն ինչ փողին ենթարկվելու։ Հիմա այս փողի մարդը, հայոց փողի մարդը գնաց հանգիստ բանտ։ Դուք նույնիսկ այս հայտնի սխեմային դեմ գնացիք, Սամվել, դու սրա դեմ ես գնացել, հասկանում ես։ Դու փողատերն էլ հանդերձ չես հասկացել, թե իրանց ինչ ներկայացնում փողը։ Լեկցիաներս լսեիր, մեծամիտ աղբորդ, բանտից բանտուր, լուրտուր աղբերդ լսի։ Թիմակիցներից վերևի մեկը լսի, դու փողն օգտագործեք լսի։ Բանտից դու դատարանի որոշմամբ չպետք է դուրս գաս, դու բանտից սրան սատկացնելով պետք է դուրս գաս։ Փողոտ դուրսն է, փողոտ էլ է հետել գնացել բանտ։ Երկու կսպասես արդեն փողոտ էլ չի, կոպեկ չես ունենա, ոնց որ Քոչարյանին ծավելն է փողը տվե 4 միլիոն դոլար ազատելու, քեզ արդեն փող տվող չի լինի։ Քեզ ով պետք է փողը տա։ Հավությունը որդեգրել եք բոլորով, ամբողջ հայ ազգով, ուզում եք ողջ մենակ չեք մնալ, լսեք։ Այս վիճակն է, այս վիճակն է, ամեն ապուշ Հայաստանում դարելա մի քիչ իմացողի հերն անիծող, սրանց բոլորին մի քիչ բան իմացողներին կերակ, մորթեցիք, հոշոտեցիք, դրա համար այդ վիճակում եք։ Մարդու տեսություն գոյություն ունի, ծանոթացեք մարդ արարածի էությանը, քաղաքական մարդ արարածի էությանը, յոլա գնացող մարդ արարածի էությանը, Նիկոլ Տեսակի էությանը, Նիկոլի Շների էությանը, նոր մտեք հրապարակ, ամոթ, լսեք, աշխարհում եք խայտարվակ եք լնում։
Հլանայք ձեր կողքին իրան կա, լսեք, տեսեք ոնց է դիմադրում աշխարհի փողատիրոջը, ազգային ցենորիվ։ Այս վիճակը թույլերի, ոչ միայն թույլերի, անարգանապիտի մարդիկ է, մեկ էլ ագրարների վիճակը։ Դու ագրարն ուրիշ ձև չունի, ինքը չի ասել մարդու ինտելեկտին, ինքը շատ բարձր ինտելեկտ ունի, հայերից էլ շատ բարձր։ Բայց փորձեք մի քիչ մարդկության նշաձողի վրա ալնել։ Սա կարևոր հարց է։ Ես կփորձեմ խոսել շատ բարդ է ժողովուրդ, այս միջև ես սկազմեցի արագ, այս գրառումները սարքել իմ համար բարդ են։ Երկու նկատառում, հայերից ոչ մեկ չի փորձում նման բան անել, ես իմ բիձա հալով, քյոր հալով, հազիվ տեսնելով փորձում եմ դիդակտիկ հարցեր ներկայացնել։ Մի լսեք Հավայի խոսացողներին։ Կփորձեմ հաճախակի տալ sense ռեպորտաժներ, որտեղ ուրիշ անելիք չկա։ Ես պայքարում եմ հային հիմարացնողների դեմ, որտեղ առաջին հերթին հիմարացնողն է, հետո նոր սպանողն է։ Եթե հիմարացնողը չլներ, Նիկոլը մենակ այդ մի ճիճուն չէր կարողանա հային սպանել։ Դուրս եկեք ձեզ հիմարացնողների հիպնոզի ու կարորիայի տակից։ Հազարներով լայքում եք հիմարներին, դեգեներատներին, ապուչներին, ձեզ կործանածներին։ Ռոբի ու Սերժի տակից դուց եկեք, դրա շներին իրաց տեղը ցույց տվեք։ Հենց այս դարեցիկ Նիկոլի շներն էլ կհանդարտվեն, որովհետև եթե դրա շներին եթե մի բան ասեք, հələ որ սարսափելի բան չեն բանդարգի ձեզ։ Եթե այդ этаպն անցակ, արդեն կարողանաք Նիկոլի շներին ասել։ Ամեն հարց մեթոդական ունի, իր լուծման ձևն ունի։ Լուծման ձևերով հարցերը լուծեք։ Լսեք, դուք չեք կարող բանը կթալով պլասկագուպցիություն անել, հնարավոր չի։ Դու պինցետով կարող է ինչ-որ մի քիչ անեք, բայց կթալով պլասկագուպցիություն չեք կարող անել։ Չանգալով կթալություն չեք կարող անել։ Ինչ ասեմ, սեղանով չեք գնա, աշխարհը adekvat է, դուք ոչ adekvat եք։ Վերադարձեք մարդկային adekvatության դաշտ։ Այսքան է, որպեսզի չկրկնվեմ նույնը կրկնելով։